Ազատության ուղիղ եթերում ըստ էության թոք-շոուն է բարի օր, այսօր մեր տաղավարում ընտրություններին մասնակցող քաղաքական 9 ուժերից 5-ի, Հանրապետականի, Հայկական վերածնունդի, Կոմունիստական կուսակցության ու Ծառուկյան և ՀԺԿ կոնգրես, ՀԺԿ դաշինքների ներկայացուցիչներն են։ Նրանցից 4-ը հավակնում են ազգային ժողովի պատգամավոր դառնալ։ Սկզբում մի կարճ հարց, հարգելի հյուրեր, նախ ողջունում եմ ձեզ մեր տաղավարում, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Կարճ հարց էսպես բոլորիդ, հա, առաջինը սկսեմ երևի ՀՎԿ-ից, Մարիաննա, ինչու թիվ 1 գլխավոր պատճառը կամ դրդապատճառը որն է, որ դուք որոշեցիք գնալ ազգային ժողով ու ինչ եք փոխելու, շատ կարճ։ Ես արդեն բազմիցս ասել եմ, 17 տարի ինքս աշխատում եմ հասարակական սեկտորում և ինքս անմիջապես ակնառու, այսպես ասած, տարբեր ծրագրերի միջոցով կարողացել եմ քննարկել այն հիմնախնդիրները, որոնք այսօր առկա են տարբեր հասարակության շերտերում։ Սա հնարավորություն տվեց այս, այսպես ասած, հիմնախնդիրները դասակարգել և փորձել իրոք ներքևից ձայնը վերև բարձրացնել։ Հիմա ձեր ձայնը ներքևում էր։ Ոչ, պարզապես հասարակության տարբեր խավերի հետ աշխատելիս մենք տեսնում ենք, որ շատ հիմնախնդիրներ կան, որոնք որ չեն բարձրաձայնվում։ Անհրաժեշտ են դրանց անդրադառնալ և իրոք բարձրացնել և տարբեր արդեն ուժերի միջոցով դրանց հաղթահարման եղանակներ տալ։ Շնորհակալ եմ, Դավիթ, դուք ներկայացնում եք Հայ ազգային կոնգրեսը, ինչու որոշեցիք։ Կոնգրեսը ԺԿ դաշինք։ Այո, որովհետև մենք ձեզ հիշում ենք 100 դրամների, հա, ոչ 100 դրամների պայքարից, ինչու որոշեցիք մտնել ազգային ժողով և ձեր կարծիքով գործող, հա, իշխանությունը ինչ չի արել, որը գոնե դուք ձեր մասով կփորձեք լրացնել։ Լավ, շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, ինձ կարող են ընդհանրապես չքվեարկել։ Մեզ մոտ գոյություն ունի թիմային աշխատանք։ Տեսեք, հիմա բաժանված այս ռեյտինգային ընտրատեղամասերով, չէ, բոլորը կարծես իրար հետ մրցակցում են, ֆորմալ առումով այո, մրցակցությունը կա, բայց իրականում ես պայքարում եմ խաղաղության համար։ Այսինքն կոնգրեսը ԺԿ դաշինքի հիմնական գաղափարախոսության, կարգախոսի խաղաղություն, բարիդրացիություն և հաշտություն։ Այդ կարգախոսի համար։ Ինձանից նույն կենտրոնում ես առաջադրված եմ կենտրոնից, այդտեղ կա 13 թեկնածու։ Բոլորը ինձանից շատ ավելի լավն են ու ավելի շատ փորձ կունենան։ Թող ընտրեն իրանց։ Կարևորը ընտրեն Կարևորը լինի խաղաղությունը։ Շնորհակալ եմ, Մարուսյակ։ Շնորհակալ նախ հետաքրքիր ձևաչափի համար և հարցի համար։ Ես չեմ որոշել գնամ ազգային ժողով։ Դա հավանաբար կարող եմ այսպես ձևակերպել, հա դա իմ քաղաքական թիմի որոշումն է եղել իմ անունը ներկայացնել մեր համամասնական ցուցակում, դա ինձ համար մեծ պատասխանատվություն է։ Ինչ կուզենամ փոխել, շատ բան կուզենամ փոխել, աշխատելու շատ ոլորտներ կան, բայց անկախ նրանից կլինեմ ես ազգային ժողովում թե չէ, շարունակելու եմ իմ առօրյա աշխատանքով այդ ամեն ինչը անել։ Ով կհայտնվի ազգային ժողովում, կարծում եմ ցույց կտան ընտրությունների արդյունքները, այժմ մեր գերնպատակն է կազմակերպել լավ ժողովրդավար ընտրություններ։ Լիանա, Ծառուկյան դաշինքից։ Ես տեխնացու չեմ, այստեղ ներկայացնում եմ Ծառուկյան դաշինքը, բայց այն մարդիկ, ովքեր որ իմ գործընկերները դրել են տեխնացություն, ինչպես մեր կարգախոսում է նշվում, փոփոխությունների և կառուցելու ժամանակն է։ Մենք ուզում ենք ազգային ժողովում էլ ավելի լայն գործունեություն ծավալել, փոփոխելու և կառուցելու համար։ Զավեն, կոմունիստական կուսակցություն։ Այո, դե ընդհանրապես կոմունիստերի նպատակը, ցանկացած կոմունիստի նպատակը դա կոմունիզմի կառուցումն է, բիծ սոցիալիզմ, հետո կոմունիզմ և գլոբալ առումով դա է նպատակը։ Լավ, հիմա մի այսպիսի հարց բոլորիդ, Արցախյան կարգավորման, Արցախի կարգավորման հարցը, կարծես գոնե այդ հարցում ՀՀԿ-ն և Հայ ազգային կոնգրեսը մոտ են, հա, ընդհանուր հայտարարի գոնե կարող ենք ասել, մասամբ եկել են, մյուս կուսակցություններն օրինակ, ինչպես եք պատկերացնում դուք, ձեր տարեկիցները, երիտասարդ արցախցիները, դուք շփվել եք իրենց հետ, Մարիաննա, իրենք կիսում են արդյոք այն գաղափարը, որ այսօր նախընտրական շրջանում գոնե հնչեցնում է Հայ ազգային կոնգրեսը և նաև դրան դեմ չի Հանրապետական կուսակցությունը։ Գիտեք, ընդհանրապես ես կարող եմ մի բան ասել, որ յուրաքանչյուր ոլորտի հիմնախնդիր, երբ որ քննարկվում է և ողջունելի է, և մասնավորապես
երբ որ մենք տարանջատում ենք գլխավոր, այսինքն քայլերը եւ տալիս ենք այդ քայլերի համար մշակման եղանակներ, իհարկե ողջունելի է։ Կարծում եմ, որ այստեղ, ինչպես իմ արդեն գոլեգան ասեց, թիմային աշխատանքը միայն ու միայն, այսպես ասած, հաջողությունների գրավականն է։ Եթե մենք կկարողանանք իրոք անկախ ամեն ինչից կլինի ընտրության, այսինքն ընտրության ավարտը ինչ տեսակի կլինի, կկարողանանք այս կամ այն հարցի վերաբերյալ թիմային աշխատանքում մոտենալ ամեն մեկս մեր, այսպես ասած, հատվածով, կարծում եմ, որ կունենանք եւ տեղաշարժ եւ Ձեր տեսլականը ո՞րն է Արցախի լուծման, Արցախյան հարցը ընդհանրապես լուծելու եւ խաղաղության թեման, այսպես անթարշրջանառվում է։ Ձեր տեսլականը ո՞րն է։ Իմ տեսլակն այն է, որ ՀՎԿ-ի այո, հայկական վերածննդի հաշվի առնել բոլոր դրական եւ բացասական կողմերը, հաշվի առնել դրանց հետևանքները եւ մշակել ստրատեգիկ քայլեր։ Միայն ու միայն պետք է մշակել ստրատեգիկ քայլեր, այսինքն պատճառահետևանքային կապը պետք է շատ հստակ հասկանալ, որտեղից ենք սկսում եւ ուր ենք Դրանք գնում։ մշակված են եւ շատ բարձ ներկայացված է գոնե կոնգրեսի կողմից։ Ընդունում եք այդ Ես արդեն ասեցի, կարծում եմ թիմային աշխատանքում մենք միայն ու միայն ողջունում ենք թիմային աշխատանքը։ Լիաննա, Գիտեք, մեր համար ընդհանրապես կապ չունի, թե որ դաշինքը կամ որ կուսակցությունն է ներկայացնում ծրագիր, եթե ծրագիրը օգուտ է տալու մեր երկրին, մեր ժողովրդին, միանշանակ մենք կողմ ենք դրան։ իսկ ներկայացված ծրագիրը օգուտ է տալու, որտեղ այս պահին կարծես նախընտրական շրջանում միայն հայազգային կոնգրեսն է հստակ քայլերով ներկայացնում, ինչպես պիտի լուծվի Արցախի կարգավորման հարցը։ Հստակ չեմ կարող ասել, համենայն դեպս կարծում եմ, որ հարցի լուծում տալու համար պետք է փոխզիջումներ լինեն երկու կողմից, ու էլի թիմային աշխատանքի միջոցով հաստատ կհասնենք սպասված դրական արդյունքին։ Զավեն, Ես մտածում եմ, որ փոխզիջումներ պետք չեն, առաջին մենք մեր բանակը պետք է զինենք, վերջին տեխնիկայի, վերջին նվաճումները ցենքի ու տեխնիկայի, եւ կոնֆլիկտներ կան, որ արագ չեն լուծվում։ Դրա համար մենք պետք է պատրաստվենք երկարատև պայքարի եւ զինվենք։ այսինքն երկարատև պայքարի։ Օրինակ, ոնց ասեմ, օրինակ վերցնենք Ոչ Իսրայելը, պատերազմ, ոչ խաղաղություն։ Այո, թեկուզ։ Ստատուս քվո։ Ստատուս քվո եւ պետք է զինվենք եւ պատրաստ լինենք ամեն ինչի, ամեն ինչի։ Այսինքն դուք ոչ մի թիզի կողմնակիցն եք, այդպես կարծես երկու Չէ, ճամբար է, հա։ գիտեք ոնց, իմ կարծիքով, անձամբ իմ կարծիքն եմ ասում, բանակը Դուք պետք է այստեղ լավ ներկայացնում եք նաև կոմունիստական կուսակցության կարծիքը։ Այո, նաև կոմունիստական, բայց ասեմ իմ կարծիքը, պետք է բանակը լավ զինված լինի եւ կոնֆլիկտներ կան, որ շատ երկար են տևում, եթե ոչ հավերժ, օրինակ Իսրայելի կոնֆլիկտը, որը շրջապատված է թշնամիներով, արաբական երկրներով, եւ բոլորս գիտենք ինչքան երկար արդեն դա այդ կոնֆլիկտը տևում է։ Եվ Ղարաբաղի հարցն էլ ինձ թվում է այդ կարգի ինչ-որ մի հարց է։ Արուսյակ, Մեր կուսակցության դիրքորոշումը Արցախի հակամարտության լուծման հարցում միանշանակ է եւ դա հնչեցվել է Հանրապետության առաջին դեմքի անունով։ Միանշանակ մենք առաջնորդվում ենք ազգերի ինքնորոշման իրավունքով եւ տարածքային ամբողջականությամբ։ Փոխզիջումներ եզրույթը կարելի է օգտագործել միայն այն դեպքում, եթե մենք այդ փոխզիջումների արդյունքում ունենում ենք այն գլոբալ արդյունքը, որը հետաքրքրում է մեր պետությանը, այսինքն դա բխում է մեր պետության շահերից եւ կարծում եմ այս բանակցությունների երկարատևությունը հենց փաստում է նրան, որ գիտեք, խնդիրը նրանում է, որ մենք գործ ունենք ոչ այնքան adekvat հարևանի հետ եւ փոխզիջում ասելով մենք հասկանում ենք մի բան, նրանք հասկանում են մեկ ուրիշ բան։ ով պիտի անի առաջին քայլը, Հայաստանը թե Ադրբեջանը ըստ Այստեղ մի քիչ տունտունիկի կվերածվի, եթե մենք սկսենք քայլերը հաշվել, ամեն դեպքում սա երկարատև process է եւ Հայաստանը ամեն ինչ անում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կողմից այսպես ասած ցուցաբերվող ջանքերին, հա, աջակցել նաև խաղաղ կարգավորման։ Ես գտնում եմ, որ կոնֆլիկտը պիտի ունենա միայն խաղաղ կարգավորման ճանապարհ, բայց դրա հետ մեկտեղ մենք պիտի նաև պատրաստ լինենք ցանկացած ոչ adekvat եւ ցանկացած ագրեսիվ դրսևորման մեր հարևանի կողմից։ Այսինքն միևնույն ժամանակ ներսում պիտի պատրաստվենք, զինվենք, իսկ դա հնարավոր է միայն զարգացման ճանապարհով եւ նաև չընդհատենք բանակցությունները բնականաբար։ Դավիթ, Տեսեք, Ղարաբաղի կարգավորումը, այսինքն խաղաղությունը մեր համար օրհասական նշանակություն ունի։ Եթե Ղարաբաղի հարցը չկարգավորվի,
Հա, կան ծրագրեր, այնտեղ պետական ծախսերը կրճատել, հա, թալանածը հետ վերադարձնել, նորմալ է, հա, բայց տնտեսական հսկայական զարգացում դա չի ապահովելու։ Այսինքն, եթե Սենց ասեմ, հա, թվով ասեմ, 30,000 դրամ մեկը թոշակ է ստանում, հա, հնարավոր է իր թոշակը սարքել 39,000 դրամ, այն 1000-ն էլ 10,000 է իմ կողմից, թող դառնա 50,000 դրամ, հա, դա բավարար է, արդյոք դա բավարար է այսօր հետագայում ապրելու համար, Հիմա բոլորդ ազատ եք կարծիք հայտնելու, բավարար է դա։ Առաջերտին պետք է զարգացնենք արդյունաբերությունը, որ մարդիկ աշխատատեղ ունենան, աշխատեն, բարիք ստեղծեն, իրենց պայն, իրենց ընտանիքները պայն։ Ես ընդհանրապես դեմ եմ, երբ որ պետությունը պետք է ստեղծի աշխատատեղ։ Պետությունը պետք է ստեղծի այնպիսի պայման, որտեղ մարդը ինքը իր համար կարա ստեղծի աշխատատեղ։ Պետությունը պետք է բացի շուկաներ, պետությունը հակասում է կոմունիստական կուսակցության գաղափարախոսի կարծես, որտեղ իրենք ասում են, որ պիտի լսեք, էլի եկեք մի հատ բարձ բան էլի նայենք, անդրադառնանք խորհրդային ժամանակներին, հա, սովետի ժամանակ։ Ինչ էր արտադրում Հայաստանը։ Դուք կներեք, դուք կարող եք մատնանշել 3 հատ այնպիսի իր, որը 0-ից մինչև վերջնական իրը արտադրվում էր Հայաստանում։ Իսկ դուք եթե ուսումնասիրել եք տնտեսագիտություն, գիտեք, որ գոյություն է աշխատանքի բաժանում, կոոպերացիա։ Ես հարց եմ տալիս։ Չէ, իրեր կարող շատ իրեր թվարկեմ, շատ խնդրում եմ 3 հատը թվարկեք։ Օրինակ, համար ֆրեզերային հաստուս օրինակ։ Բարարացեք։ Դա 0-ից մինչև վերջ հավաքվում էր մեր մոտ։ Երկրորդը։ Շատ, այդպես շատ ես ինքս ինժեներ մեխանիկ եմ։ Երկրորդը, եկեք նայենք, երկրորդը դա եղել է կիպիցիլնիկը, որը փետի վրա վոլֆրամը փաթաթում էին, սիլաչու հետևները հետո վաճառում էին, ու երրորդն էլ կհիշեք, բոլորի տներում կար, ես փոքր եմ եղել ճիշտ է, բայց հիշում եմ, դա սովետից հետո մնացել էր։ Կոֆե աղալու ծանր մի հատ երկաթից բան կար, չէ՞, կոֆե լցնում ֆրսում էին։ Նայրիտը դա երևի մեծագույն սխալներից մեկն էր քաղաքի կենտրոնում բերել բացել քիմիական արդյունաբերության գործարան, թույնել հանրությանը։ Խաչիկ Ստամբուլցյանի տեսակետի կողմնակիցն ենք, փակենք բոլոր գործարանները, մարդկանց մատնենք գործազրկության։ Բա ինչ եք ասում եք Նայրիտը քաղաքի կենտրոնում։ Ես բարձ բան եմ ասում, ես չեմ ասում փակել բոլոր գործարանները։ Ես ասում եմ պետք է արդյունաբերությունը զարգացնել, մի րոպե։ Այսօր ստեղծենք պայմաններ, որ մարդիկ իրենք որոշեն։ Օրինակ պետք է թողել, որ անաձեռներեստել լինեն, մանր միջին բիզնես լինի, բայց իմ ասացի մեջ ես արգելում եմ դա։ Չէ, ես ինքս եմ ասում, նենց եք ներկայացնում, որ ես եմ արգելում, մենք ենք արգելում կոմունիստները դեմ բիզնեսին, պայմանները, Դավիթը ասում է, որ ոչ պիտի ստեղծվի այնպիսի պայմաններ, որ մանր միջին ձեռներեցները սկսեն զարգանալ եւ այդպիսով լինի աշխատատեղեր։ Հիմա ինչ է անում գործող իշխանությունը, հա, մեծամասնությունը, հանրապետական կուսակցությունը։ Շարունակեմ, հա, եթե կարելի է։ Ուրեմն այդպիսի պայմանին հասնելու համար, այդ լավագույն պայմանները ստեղծելու համար, հա, գործարարների ձեռներեցների համար, ինչպես նաեւ թե ներքին թե օտար երկրյա ներդրումների համար, Ղարաբաղի հարցի կարգավորումը դա պարտադիր է։ Տարածքների բացումը դա պարտադիր է։ Բացի դրանից, տարածքները բացելը դա պարտադիր է։ Ինչու, որովհետև մենք պետք է դառնանք նույն ներդրողի համար հետաքրքիր շուկա։ Եթե մենք շրջափակված ենք եւ Հայաստանի ամբողջ տնտեսությունը կախված է Լարսի ճանապարհից, որտեղ շատ կներեք, եթե մի վրացի ոստիկան հարբած լինի, այդ օրը որոշի փագի այդ ճանապարհը, Հայաստանի տնտեսությունը կանգնում է։ Մտածում եմ դա շատ լավ է, դա շատ ողջունելի է, որ ալտերնատիվներ մտածում են, բայց մենք պետք է նաև մեր սահմանները բացենք ու մեր անմիջական հարևանների հետ դա նոր շուկաներն են տնտեսվարող սուբյեկտների համար։ Լավ, Դավիթ, հիմա ինչ վատ բան ասում կոմունիստական կուսակցությունը, ասում է, որ պետությունը պիտի իր ուսերին վերցնի աշխատատեղ ստեղծելու, բացելու, եւ ու ինչ է անում այդ ուղղությամբ, խնդրում եմ դուք, հա, որպես եթե չեմ սխալվում, Հայազգային կոնգրեսը թիվ 1 մրցակից համարում է հանրապետական կուսակցությանը, այո։ Հիմա ձեր մրցակից կուսակցությունը ով իշխող կուսակցությունն է, հա, կառավարությունը, պետությունը այսօր ձեր ասացի համար ինչ քայլեր է արել։ Ինչ է արել, կամ ինչ չի արել, սկսենք այդտեղից, ինչ պիտի անի։ Նախ կարային հարկային օրենսգիրքը, հարկային դաշտը վերականգնեին դզեին նորմալի։ Հերթով գնանք, կարող էին, Արուսյակ։ Թույլ տվեք ավարտել եւ ես կետերի սկսեմ անդրադառնալ։ Լավ, ուրեմն պատասխանեք նախ Զավենին, հետո դուք էլ խնդրում եմ։
ՀՎԿ-ն կարձագանքի ու աշխատատեղերի հետ կապված, այո, պետությունը պիտի ստեղծի աշխատատեղեր, բայց պետությունը նաև պիտի աշխատատեղեր ստեղծելու համար խթանի գործարարներին։ Հետևաբար, եթե մենք խթանում ենք գործարար միջավայրը եւ կարողանում ենք այսպես ասած գրավչություն ներկայացնել ներդրողների համար, իսկ կառավարության ծրագրի մեջ շատ հստակ այդ կետերը արտացոլված են եւ վերջին 2 ֆորումների ընթացքում առնվազն 50 ներդրող է հետաքրքրվել ներդրում անելու հետ կապված, իսկ դա արդեն իսկ նշանակում է, որ մենք ստեղծում ենք ներդրողի համար հետաքրքիր պայման։ Լավ է ուշ կան երբեք չեք կարծում։ Եվ խնդիրը գիտեք ինչու՞մն է, որ շատ տարբեր տեսակետներ հնչում են ինչ-որ բաներ շտկելու, բայց եթե մենք հիմա ծանոթանում ենք տարբեր կուսակցությունների նախընտրական ծրագրերին, ապա այնտեղ կարմիր թելով անցնում է մի հանգամանք, որ շատ ծրագրերում շատ դրույթներ կրկնում են հենց իշխող կուսակցության նախընտրական ծրագիրը։ Եվ դա գուցե մի փոքր կարողանանք արդարացնել, եթե չլինի այն հանգամանքը, որ իրենք դրոշակ են սարքում որոշ, այսինքն գործողություններ, որոնք իրենք ուզում են անել ապագայում, բայց պետությունն արդեն իսկ իրականացնում է։ Հենց այս տողերում, հա, այս գեղեցիկ նախադասությունների ուզում եմ հիշեցնել մի փաստ, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանից հեռացել է 300,000-ից ավելի մարդ եւ աղքատության տոկոսը որպես այդպեսին մոտավորապես 10%-ով աճել է, այսինքն եթե ավելի մոտավոր ասենք, հա, յուրաքանչյուր երրորդ մարդը Հայաստանում աղքատ է։ Արդյոք այս պայմաններում երկիրը կարող է գրավիչ լինել ներդրողների համար։ Ես պարզապես պոպուլիստական հայտարարություններ չեմ անում։ Սրանք պաշտոնական թվեր էին։ Բան չունեմ ասելու։ Ես բնականաբար ընդունում եմ պաշտոնական թվերը եւ ով է ասել, որ մենք չենք ընդունում սխալները, բաց թողումները կամ չենք դիագնոզում այդ խնդիրները։ Եվ եթե ծանոթանաք մեր ծրագրին, ապա կտեսնեք, որ այնտեղ վեր է հանվում խնդիրը, այնուհետև առաջարկվում են լուծումները։ Ինչ անենք, ասենք կա այսպիսի, գիտեք, իրավիճակ եւ այլևս չաշխատենք դա շտկելու ճանապարհով առնվազն սխալ է։ Եվ եթե մենք հնարավորություն ունենք, որ այս թվերը չստանայինք։ Համաձայն եմ, 10 տարի մենք աշխատել ենք այդ ուղղությամբ եւ եթե մենք գոհ լինեինք արդյունքից, առնվազն այդ 10 տարվա մեջ քանի անգամ կառավարության կազմ չէր փոխվի եւ այսօր մենք ունենք կառավարության կազմ, որը հենց ասոցացվում է, հա, առաջընթացի հետ եւ մենք ունենք 6 ամսվա կտրվածքով իրենց ամեն դեպքում կառավարությունը իր կողմից ներկայացված ծրագրի բավական շատ դրույթներ արել է եւ ունենք նույնիսկ արդեն իսկ գրանցված աճ, հա։ Կարծում եմ մենք միակ, այսպես ասած, քաղաքական ուժն ենք, ով խոսում է նաև բաց թողումների եւ դրա շտկման մեխանիզմների մասին։ Շատ զարմանալի է, որ այստեղ ներկա չեն ունեցել, որ խոսեն օրինակ իրենց։ Չէ, գիտեք, այստեղ ներկա գտնվող շատ կուսակցություններ հենց եղել են իշխանություն, հենց գործել են որպես իշխանություն, ել չասեմ, որ շատ երկար ժամանակ կոալիցիոն գործընկերներ են եղել եւ երևի սլաքը ձեր կողմ է ուղղված Ծառուկյան դաշինքի։ Ոչ միայն, ոչ միայն։ Դե դաշնակցությունը այս պահին չկա այստեղ։ Հիմա հերթով։ Հետո դուք համեստորեն լռում եք, բայց այդ սլաքը նաև ձեզ էր ուղղված, էլի, խնդրեմ։ Շնորհակալություն սլաքի համար, բայց ուզում եմ կոնկրետ խոսել մի կետից։ Մենք այսօր խոսում ենք առաջընթացից։ Հա, որ մենք ուզում ենք առաջընթաց ունենալ։ Մենք ունենք կոնկրետ ընթացք այս պահի դրությամբ։ Բնականon ընթացք, որ մենք խոսում ենք առաջընթացից։ Կներեք, ես ձեր կարծիքը չեմ կիսում, որ իհարկե ունենք, հետ ենք մենք ավելի գնում, որովհետև ձեր նշած թիվը, որ դուք ասում եք արտագաղթել են, օր-օրի ավելանում է։ Աղքատությունը օր-օրի ավելանում է։ Ու ես չգիտեմ, շնորհակալ եմ ձեզ, որ դուք խոսում եք ձեր բաց թողումներից, ասեմ, որ խոսելու շատ տեղեր ունենք։ Մենք Դուք։ Այսինքն դուք ասելով հանրապետական կուսակցություն։ Հա, իհարկե, ես անձամբ չեմ ասում, ես այստեղ հասկանում եմ, որ մարդիկ նստած են, ներկայացնում են կուսակցություն կամ դաշինք, անձնապես ոչ մեկի հետ խնդիր ես չունեմ, անգամ ասեմ տարբեր կուսակցություններում ունեմ լավ ընկերներ։ Լավ, Ծառուկյան դաշինքի ընդդիմը, այսինքն մրցակիցը հիմնականով է։ Գիտեք, հիմնական մրցակից մենք կոնկրետ անհատական ինչ-որ կուսակցություն կամ դաշինք չունենք։ Հետևաբար պարզ է դառնում, եթե ընտրություններ են, ընտրություններին դրվում են թեկնածություններ, պարզ է, որ իրանք հենց իրանցով համարվում են մրցակիցներ։ Կոնկրետ ինչ-որ մեկին մրցակից մենք չենք համարում անհատական։ Մենք բարձրաձայնում ենք այն, ինչ կա, մեր, չգիտեմ, դրույթները, այն ինչ ուզում ենք մենք անենք, այն ինչ առաջարկում ենք ժողովրդին,
Այն ինչ որ մենք օրինակներով կարող ենք ապացուցել մեր միջև այսօր Ինչ արած է քայլերը։ առաջարկում ժողովրդին։ Օրինակ նախընտրական շրջանում անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը այսպես զգուշացում արեց Գագիկ Ծառուկյանին, որ նախընտրական խոստումները մի քիչ կարծես նմանվում են ընտրակաշարքին, կադրեր կան ֆիքսված, որ Ծառուկյանը անձամբ գումար է տալիս քաղաքացիներից մեկին, սա արդյոք ճիշտ սկիզբ է, հա, իշխանության գալու համար։ Գիտեք, ըստ իս ոչ թե դա ընդհանրապես ոչ միայն իմ կարծիքով, դա ոչ թե ընտրակաշարք է, կամ լավ, սկսեմ այսպես խոսքս։ Ընտրակաշարքի նմանվում է դրան գուցե։ Նմանվում է, գիտեք, մենք շատ բաների կարող ենք նմանեցնել, զուտ նրա համար, թե մենք ոնց ենք ուզում այդ երևույթին դիտարկել, հա, որպես երևույթ։ Ու ես ինձ իրավունք եմ վերապահում ասել այս արտահայտությունը, որ շատ մարդկանց համար մենք լուրջ ֆավորիտ ենք մեր դաշինքը ու դա հետևանք է դառնում, որ մարդիկ խոսեն այն, ինչ ուզում են, զուտ խանգարելու, զուտ ինչ-որ խոչընդոտներ առաջացնելու համար։ Ես ասացի, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն էր հայտարարություն արել, զգուշացման տեսքով, դուք ձեր ասածը ուղղված է նաև ԿՀ նախագահին։ Այո։ Ինչ, որ ինչ է լինում, որ միտումնավոր է շրջանում արվում այդ զգուշությունը։ Որ մարդիկ այո, ասում են այն, ինչ իրանք ուզում են, որովհետև մենք լուրջ ֆավորիտ ենք։ Լուրջ ֆավորիտը ով է ըստ ձեզ եւ դուք հնարավորություն ունեցել եք գոնե մասամբ այդ բեռը ձեր վրա վերցնելու, ի նկատի ունեմ դեռ օրինաց երկիր կուսակցությանը, հիմա արդեն հայկական վերածննդին։ Այս արտագաղթի, այս թվերի, որի մասին որ ես խոսեցի, արդյոք դրա բեռը մասամբ ընկնում է նաև ձեր ուսերին։ Ես կուզենայի նախ անդրադառնալ այդ աշխատատեղերի ստեղծման հետ կապված։ Ընդհանրապես կարծում եմ քննարկել աշխատատեղեր պետք է թե պետք չէ, մի փոքր ճիշտ չէ, որովհետև ամենազարգացած երկրներում էլ, այո, ամենազարգացած երկրներում էլ եւ պետությունը եւ ստեղծում է եւ անհատներն են ստեղծում, այստեղ անհրաժեշտ է պարզապես նաեւ ծրագրերը ուղղել ընտանիքների ամրապնդման այս գաղափարին, որպեսզի այդ ընտանիքները կարողանան ամրապնդվեն եւ ամեն մի մարդ, կարծում եմ այսօր շատ քիչ տոկոս է կազմում, որպեսզի չունենա այդ պոտենցիալը ստեղծագործելու եւ աշխատելու։ Ինչ վերաբերվում է այսօրվա թերացումների, գիտեք, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր ռեյտինգային թեկնածու պետք է մի փոքր բարձրացնի ինքնագիտակցականը այն մարդկանց, որոնք որ այսօր մի քիչ մոլորության մեջ են։ Կարծես թե ում պետք է քվեարկեն, արդյոք պետք է քվեարկության գնալ, արդյոք վստահություն կա, որ իրենց ձայնը հասանելի կլինի։ Գիտեք, ես ինքս այսօր կներեք մի հատ վերջացնեմ, խնդրի հարցից պատասխանեք, հետո նոր դրան, հա, արդյոք դեռ օրինաց երկիրը հիմա արդեն, հա, վերափոխված, ահա, խնդրում եմ դրան եկեք։ Այդ բեռը արդյոք դուք զգում եք, որ այդտեղ կա նաև ձեր սխալները արտագաղթի թվի հետ կապված, աշխատատեղերի նվազման, աղքատության թվի աճի։ Գիտեք, իհարկե, յուրաքանչյուր, այսպես ասած, կուսակցության գործընթացում ինձ թվում է այդպիսի մարդ չկա, որը չի սխալվում։ Յուրաքանչյուր կառույց էլ ունենում է այդ սխալները, բայց այստեղ կարևորը երբ ես կանգ առնում եւ ինչ լուծում ես տալիս այն սխալին, որը տեղի է ունեցել։ Ես կարծում եմ ՕԵԿ-ից դեպի հայկական վերածնունդի այս քայլը ինքը բավականին ողջունելի էր, որովհետեւ հնարավորություն տվեց, ես ինչպես արդեն ասեցի, այն հասարակական կառույցներին եւ այլ կուսակցություններին համախմբվել եւ չասեմ նորովի, բայց իր տեսակետները համախմբելով հանդես գալ։ Ես շատ ողջունում եմ, որովհետեւ ինքս եմ համակարգում այս գործընթացը հայկական վերածննդում, որ այսօր տարբեր ոլորտի այս կառույցները կարողացել են իրոք թափանցիկ քննարկել հիմնախնդիրներ, որոնք այսօր առկա են։ Այսինքն ընդհանուր առմամբ չեք էլ հերքում, որ դրանում կա նաև օրինաց երկրի հիմա արդեն ՀՎԿ-ի մեղքը, գուցե բաց թողումը։ Կան, նորից եմ ասում, հարցեր, որոնք որ կարելի է շտկել, որոնք որ, այո, ինչու ոչ, միգուցե դա եղել է, չէ, ես նորից եմ ասում, պատճառը հետևանքային կապն է պետք հասկանալ։ Մարիաննա, հիմա ներողություն, հիմա կշարունակենք, ես ուզում եմ հիշեցնել, մեջբերում անել, կարդալ հետք պարբերականից մի հատված, որը բավական մի քանի օր առաջ է հրապարակվել,
ձեր կարգախոսն է նախ քվեարկիր հանուն վերածննդի, ինչ վերածննդի մասին է խոսքը, հիշեցնեմ Հեղինե Բիշարյանի խոսքերը, ձեր քթից գա չվայելեք այդ փողերը, սա իր բառերն եմ ասում, մենք որևէ կապ չենք ունեցել որևէ օֆշորի հետ, սա է մեր տարբերությունը իշխանության մեջ, մենք ծառայել ենք ժողովրդին։ Սա Հեղինե Բիշարյանի խոսքերն է, ում որդին ըստ հետքպարբերականի արած ուսումնասիրությունների Կարեն Նորիկի Սարգսյանը համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրի օֆշորային ընկերության տնօրեններից մեկն է։ Հիմա այս ֆոնին ո՞նց ձեզ վստահի ընտրողը։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, նորից եմ ասում, յուրաքանչյուր գործընթաց, որը որ ծավալվում է այս կամ այն կառույցի կողմից, մշակվում է պարբերաբար քննարկելով դրա դրական եւ բացասական կողմերը։ Չեմ բացառում, որ լինում են սխալներ, որոնք որ կարելի է շտկել։ Ինչու պետք է վստահի ժողովուրդը շատ հատկապես երբ օրեր առաջ այս տեղեկությունը հրապարակվեց։ Ես նույնիսկ ինչու պետք է վստահի միայն նրա համար, որ տարիներ առաջ քննարկված եւ առաջարկված այն քայլերը, որը կուսակցության ղեկավարն է ներկայացրել, կյանքի են կոչվել։ Դրանք բազմաթիվ անգամ քննարկվել են եւ ներկայացվել են եւ կարծում եմ 20 տարի աշխատանքային գործունեությունը ծավալելիս հնարավորություն է տալիս ներկայացնելու իրոք այն թեկուզ եւ փոքրիկ տեղաշարժերը, որը կարողացել է իր սահմաններով իրականացնել հայկական վերածնունդը։ Ամեն դեպքում դուք համարում եք, որ այս ինֆորմացիան, որը հրապարակեց հետքպարբերականը, վստահության խնդիր չի առաջացնի։ Գիտեք, եթե մենք հիմա երբ որ տեսնում եմ, որ կուսակցության ղեկավարը, առաջնորդը փաստորեն ունի օֆշորային հաշիվներ Կիպրոսում, այնինչ տևական ժամանակ քննադատվում էր ՀՀԿ կուսակցության անդամ, նախկին ԴՀԿ նախկին ղեկավարի օֆշորային ունեցվածքը։ Գիտեք, եթե մենք հիմա ուսումնասիրենք, ինչպես բոլորի հաշիվները, այո, ինչպես նույնպես ներկայացրեցիք դուք, ով ինչպես ցանկանում է, այդ հիմնախնդիրը այդպես էլ հրապարակայնացնում է։ Ինձ հիմա հետաքրքիր է այս գործընթացը, ուրեմն ես, այսպես ասած, նպատակային փորձում եմ հետազոտել եւ քննարկման դնել այս հարցը։ Բայց եթե մենք հիմա նայենք այսօրվա մեջ իրական պատկերը, կարող է եւ այդ մեկով չսահմանափակվենք, այնքան բազմաթիվ, այսպես ասած, դեպքեր լինեն, ինչ որ դուք նոր կուսակցության առաջնորդների հետ կապված կարող են, եթե փորփրենք ավելի շատ բան կգտնենք ղեկավար օղակների, տարբեր ղեկավար օղակների։ Դե հիմա չփորձենք հիմա մասնատենք ՀՎԿ-ի, թե այլ կուսակցության։ ՀԱԿ-ում, ՀՀԿ-ում, կոմունիստական կուսակցությունում, Ծառուկյան դաշինքում կգտնենք այդպիսի էջեր, եթե փորփրենք ասես։ Գիտեք, ես կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք նպատակային աշխատում են ուղղվածությամբ, եթե դրվի այդ առաջադրանքը, ինձ թվում է կգտնեն։ Խնդրեմ, ՀԱԿ-ում կգտնենք այդպիսի մութ էջեր կամ թաքցրած ունեցվածք։ Ոչ։ Որտեվ Հայազգային կոնգրեսը ասում էր, որ պիտի հետ բերվի այն փողերը, որոնք որ ժամանակին Տեր Պետրոսյանը նաև հայտնել էր, որ ինքը պատրաստ է ցուցակը գլխավորել։ սկսի իրենից առաջինը։ Հիմա եթե շատ փորփրենք, ձեր ցուցակում չեն գտնի այդպես հարստացած։ Եթե գտնեք, բռնիկ նստեցրեք, ունեցվածքը վերցրեք։ Լավ, հարգելինս, զրույցի ընթացքում դուք ազատ եք կարող եք միանգամից հնչեցնել ձեր կարծիքը, եթե ինչ-որ հնչող կարծիքի հետ համաձայն չէ, Կարուսյակ, խնդրեմ, դուք ընթացքում ուզում եք խոսել, ես ընդհատում էի։ Ես արդեն չեմ հիշում, որ Լավ, հարցին էի ուզում հիմա սկսենք կետերից, Հայազգային կոնգրեսի ներկայացուցիչը, ՀԺԿ դաշինքի, Դավիթ, ինչ պիտի անի այսօր, ինչ պիտի աներ կամ ինչ չի արել, ես կիսատ թողեցի, հա, չթողեցի որ շարունակել, խնդրեմ, կետերով։ Սկսենք սենց, հա, տեսեք, երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետ, Տիգրան Սարգսյանը արեց մի հայտարարություն, որ միջև այդ կառավարությունը սխալ էր աշխատել, այժմ իր գլխավորած կառավարությունը գիտի ինչպես դուրս գա ճգնաժամից, ինչպես հասնի 7% տնտեսական աճի եւ այլն եւ այլն։ Ձախողվեց ամեն ինչ։ Այնուհետև նշանակվեց Հովիկ Աբրահամյանը։ Կրկնեց նույն տեքստը, մեղադրելով Տիգրան Սարգսյանի կառավարության աշխատանքին։ Այնուհետև նշանակվեց Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանը, Հիմա այդ Կարեն Կարապետյանը ցուցակում չկա, բայց ինքն է գլխավորում Արշավը։ Բանն էի ուզում ասել այդ։ Սերժ Սարգսյանը Դինամո ստադիոնում էր։ Ինչի նկատի ունենք։ Իհարկե քարոզչության մեկնարկը էր։ Հա։ Այդտեղ հայտարարեց, որ վերջապես կառավարությանը եկել խելացի, բանիմաց մարդ Կարեն Կարապետյանը եւ այլն, հա։
ոնց ասած, եկեք դուք ցիտեք Ես բառացի չեմ հիշում, բայց Ես միտքն եմ ասում, բառերը ես էլ ճիշտ ասած չեմ բառերի հիշում։ ճիշտ ընտրության դեպքում միտքը կարող է լրիվ Փոխվել։ հիմնովին փոխվել։ Ամեն դեպքում նա ասեց, որ վերջապես վարչապետը եկավ խելացի, նկատի ունենալով Կարեն Կարապետյանին, որը բանիմաց է, որը գիտի ինչպես զարգացնել տնտեսությունը, ինչպես ղեկավարել կառավարությունը։ Ճիշտ է։ Շատ ներեցեք Հովիկ Աբրահամյանին եւ Տիգրան Սարգսյանին ես չէի նշանակել վարչապետ։ Բայց ինչի դրանից առաջ չէի գնում ՀՇ-ից սկսած 91 ՀՇ-ից սկսած մի րոպե, շատ լավ, շատ լավ։ Չի ասել վերջապես Ինչ արեցին արդյունաբերություն։ Ունենք կառավարություն այժմ։ կազմալուծեցին, ինչի՞ մեջ չեն կարող այդ մակարդակի գան։ Հիմա դրան էլ կան հստակ դրույթներով առաջարկ ներկայացում է առաջարկ, տալիս է լուծման եղանակը։ Ասում է ունենալու ենք ներդրումներ, ցույց է տալիս որտեղից են լինելու ներդրումները եւ ուր են գնալու այդ ներդրումները, աղբյուրները։ Մինչև այդ աշխատում էինք եւ ունենք արդյունքներ։ 10 տարի հետո ասեին ճանապարհը։ Չէ, ունենք արդյունքներ, բավականին լուրջ արդյունքներ ունենք գրանցված։ Դուք մի մոռացեք, որ մենք նաեւ տնտեսական ճգնաժամ ենք այս ընթացքում հաղթահարել, հա։ Առավելևս դուք բավականին երկար ժամանակ եղել եք իշխանության եւ եթե ես համեմատում Ես չեմ եղել Դե դուք չէ, հա, դուք չէ, ձեր ՀՀՇ-ից մինչև հայազգային կոնգրեսը։ ՀՇ-ից եկեք իմ մոտ մի խոսացեք, էլ ես ՀՇ-ի ոչ մի պատասխան ձեզ չեմ կարա տամ, որովհետև ՀՇ-ի իշխանության ժամանակ ես եղել եմ 1-ից մինչև 10 տարեկան, 7 տարեկան։ Ես ինչ գիտեմ պատմածեղով, գիտեմ Չէ, ձեր ասելով նկատի ունեն Ռոբերտ Քոչարյանը, ով է մինչև 98 թվականի փետրվարի 3-ը։ Ես ծնվել եմ 91 թվականին։ Հա, բայց դուք պատմությունը լավ գիտեք։ Ես գիտեմ, միության մասին մի այդ րոպե էլի։ վարկայի հիշողությունները որտեղից ձեզ մոտ։ Պատմածներով էլի եմ ասում։ Ես գիտեմ ժամացույցի պատմածներով, պես գիտեմ երկիրը աշխատում էր, գործարաններով, ուղղատեսներով ամեն ինչով։ Լսեք, եկեք մի բան փաստենք, էլի ՀՀՇ-ի ժամանակ մեծամասնությունը ովքեր որ թալանեցին, իրանք նույն այսօրով հանրապետական կուսակցության շարքերում են։ Հա, չեմ վիճում, բայց եկեք նայեք։ Գիտեք, եզրույթների ընտրության հարցում խնդրում եմ ավելի կոռեկտ եղեք, որովհետև ես իհարկե կարող եմ կոպիտ պատասխան հնչեցնել, բայց ես չեմ ուզում, որ մեր բանավեճը կառուցողական եւ բովանդակային մասից շեղվի իրար վիրավորելու, հա։ Ես հարգանքով եմ վերաբերվում ձեր քաղաքական լիդերի մասին կարծիք հայտնելուց, խնդրում եմ դուք հարգանքով վերաբերվեք նաեւ իմ կուսակցական ընկերների հանդեպ։ Ինչ վերաբերվում է մեր ինչ գործողություն անել չանելուն, հա մենք աշխատել ենք եւ տվյալ ժամանակահատվածում փորձել ենք անել առավելագույնը։ Երբ նկատում ես, որ տվյալ, չգիտեմ, ասեմ կառավարությունը, թե ասեմ գերատեսչությունը արդյունք չի տալիս, դրա միակ ճանապարհը փոփոխություններ անելն է եւ փոփոխություններով պիտի գնանք առաջընթացի։ Այսինքն պիտի փնտրենք ելքեր։ Լավ։ Այսօրվա կառավարության ներկայացված ծրագրին հավանաբար ծանոթ եք։ Եվ ինչ եք կարծում, եթե կառավարությունը, այսօրվա հավաքված կառավարություն անարդյունավետ լիներ, մենք 6 ամսվա մեջ կունենայինք արդյունք։ Հարգելիս, կներեք, բայց ես չեմ հավատում։ Ինչ եք հավատում։ Ես չեմ հավատում ձեր Իսկ ինչին եք կուսակցությանը։ Կուսակցությանը պետք չի Ես հավատալ։ չեմ հավատում ձեր կուսակցության որ դուք դերակատարներին։ պիտի Չէ, կներեք իրոք։ Դեք ես այստեղ հոգեբանից առանցում չեմ կարող դες առաջարկել, բայց կուսակցությանը պետք չէ հավատալ։ Պետք է հավատալ արդյունքներին, թվերին, որոնք ձևավորվում են որոշակի ուսումնասիրությունների արդյունքում։ Տեսեք, սենց ասեմ, հա, նախ առաջինը ես հարգալից եմ վերաբերվում, հարգալից այնքանով, որ ես ոչ մեկին չվիրավորեցի, ես պարզապես ցիտեցի փաստերը։ Ես վերջում դες շնորհակալություն կասեմ, եթե մեր բանավեճը իրոք գնա կառուցողական եւ բովանդակային առումով վրթովեցրեց այդ թալան բառը, հա, թալանողները։ Ինձ վրթովեցրեց ընդհանրապես ձևակերպումները, որոնք նախընտրական, այսպես ասած, ծրագիր ներկայացնում, որը դե ես կցանկանամ, եթե մարդը ասում է թալանել են, նա խոսի, չէ, փաստերով խոսեք, ասեք ինչի նկատի ունեք, որ թալանել են, գիտեք, ժողովրդի մեծ մասը պնդում է, որ թալանը եղել է հենց այն տարիներին, երբ կառավարության գլուխեր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիմա ես սկսեմ հենց հիմա բոլորս դուրս գանք փողոց, սկսենք հարցնել ժողովրդին։ Հիմա ժողովրդի մի մասը այստեղ խնդրեմ, ով արտալանել դուրս գալու բավականին լայն շրջանակի հետ եմ շփվում եւ տարիքային շատ տարբեր շերտերի հետ եմ շփվում, այսինքն ունեմ կարծիք եւ շատ ավելի տարիքով մարդկանցից, որոնք ժամանակին եղել են իշխանության մեջ, հետո դուրս են եկել, հիմա են իշխանության մեջ եւ երիտասարդ շերտի հետ, ով նույնպես ունի շատ տարակարծիք է, ունի իր կարծիքը, հա, բայց մեծամասնությունը շատ քիչ մարդ կգտնես, որ ասի, այո, իրոք Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք մենք լավ էինք ապրում։
Գիտեք, մեզ տաք էր, մեզ կրթությունը շատ, չգիտեմ, դպրոցներում մենք Այստեղ ես հիմա դուք հիշեցնեմ, ասեք, որ պատերազմ էր, ես գիտեմ, որ Հա, լույսերը վառած պատերազմ չեն պատերազմ չէ, սովետեր իսկապես Սովետեր փլուզվել։ Մենակ Հայաստանում չէր այդ ձև, ամենտեղ էր այդ ձև։ Չէ, Քանի տարի։ Քանի տարի։ Բազում տարի։ Այս բանավեճին կարող ենք մասնակից դարձնել միշտ թեվինել, խնդրեմ Զավեն։ Օրինակ, որ ասում է սովետական միությունը փլուզվեց, հնարավոր չէր այլ կերպ եւ այլ եւ այլ։ Օրինակ, բերեմ Բելարուսիայի օրինակը, այնտեղ Լուկաշենկո ճիշտ է հիմա այդքան լավ հարաբերությունների մեջ չենք, մի քիչ Բայց մեզնից խոսենք, էլի, շատ շահում Չէ, հնարավորությունների մասին հնարավոր էր պահպանել գործարանները, արդյունաբերությունը եւ երկիրը նորմալ կաշխատեին, կապրենք։ Դա չի արել ՀՀԿ-ն։ Չէ, Դա արել է։ Չէ, 91 թվականից սկսած դա չի արվել։ 91-ից սկսված չի արել, էլի դուք պիտի պատասխանեք, թեպետ փոքր եք եղել այդ ժամանակ, բայց պատմությունը լավ գիտեք։ Էլի որ 91 թվին Հա, բայց պատմությունը լավ գիտեք, էլի հիմա ոնց որ Զավենը հրաժարվի խոսել կոմունիստական եկեք սրան կարճ անդրադառնամ, էլի հետ վերադառնամ, էլի իմ միտքը այդպես էլ չավարտվեց։ Տեսեք, սրան կարճ եմ անդրադառնում։ Բելարուսյան այժմ որ միջև հիմա արտադրողականություն ունի տեքստիլում, ինչպես նաև մեքենաշինության մեջ, դա իր երկրում, իր երկրի քաղաքացիների համար ստիպողաբար է։ Նա այդտեղի շուկան փակ է Եվրոպայից, այդտեղի շուկան փակ է Եվրոպայից։ Ապրանքների մեծ տեսակներ կան, որոնք իրավունք չունեն մտնեն Բելարուսիա։ Դա Բելարուսի մեղքը չի, դա Եվրոպայի։ Ես եմ մեղավոր։ Ով է էմբարգո հայտարարում Կուբային, Բելարուսիային, Հյուսիսային Կորեային, Կանգ Հայաստան, եթե հնարավոր է, ավարտվում է կարճ անդրադարձ Խնդրեմ, ինչ էիք ասում։ Ես մի հարց ունեմ ճիշտն ասած, հանրապետական կուսակցությունը ներկայացնող Արուսյակին խոսում ենք, որ ժողովրդին հարց տանք, թե այն ժամանակ ոնց են ապրել։ Լավ, իրանց ով փոխարինեց։ Մենք դուք։ Ինչ եղավ այդ ժամանակ։ Ասում ամենք դու գոյեկը, չի ասում էլի միայն Ընթացքային process, հասկանում եք, պետության կառուցման process, որը երկարատև բացից հետո բերել ինչ-որ մի ստաբիլ վիճակի, որի վրա հետո կարողանաս կառուցել հետագա առաջընթաց, դա բավականին դժվար է։ Դուք հիմա ուզում եք համոզել կամ ասել, որ մենք հիմա հստակ ինչ-որ բան ունենք։ Ինչ Լիանա ջան, ինչի նկատի ունեք։ Ես հստակ դուք ասում եք մենք եկել եմ հասկանում ձեզ, որովհետև նույնիսկ ձեր նախընտրական քարոզչության շրջանում ձեր քաղաքական լիդերը չի քննադատում մեզ։ Հիմա դուք ինձ ինչ հարց եք։ Ես չեմ քննադատում, ես ուզում եմ կոնկրետ ձեր տեսակետը։ Ես ուզում եմ ինչի մասին տեսակետը, Լավ, քննադատելուց խոսեմ, հասնեմ իմ կարծիքին, լավ։ Խոսենք, որտեղ իսկապես Գագիկ Ծառուկյանից դեռ չենք լսել մի բառ, որ ասի Սերժ Սարգսյանը այս ինչ բանը սխալ է արել։ Ահա, եւ ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, մեր կուսակցությունում ցանկացած իմ գործընկերներից որևիցե մեկը, ոչ միայն հանրապետական կուսակցությանը, անվանական քննադատություն չի նաեւ մյուս մեր գործընկերներին ու գոլեգաներին, ասեմ, հա, չենք քննադատում, որովհետեւ մենք մեզ ռեյտինգ չենք ապահովում ուրիշի հաշվին, հա, մի քիչ կարող է կոպիտ հնչի, բայց ուրիշի հաշվին մենք մեզ ռեյտինգ չենք ապահովում, որովհետև մենք ունենք այնքան կայացած կուսակցություն, կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին հիմա խոսեմ, ունենք այն քաղաքական լիդերը մեր դաշինքին որպես առաջնորդ, որ մենք չունենք խնդիր քննադատելու ու դրա հաշվին ինչ որ աչքի ընկնելու։ Ուղղակի զուտ կոնկրետ ձեր կարծիքը ինձ հետաքրքրեց, ոչ մի տողատակ չկա, հիմա ասում եմ, մի վարքյան ասեմ։ Զուտ նրա հետ կապված, որ դուք ասում եք քաղաքացիներին հարցնենք, ասեն ովքեր են այն ժամանակ լավ ապրել։ Դա Դավիթը ասաց։ Եվ մի հատ խնդրում թույլ տվեք թող միտքը ավարտի հասկանալի։ Փոխարինեցին մեկ ուրիշ մարդիկ։ Ովքեր։ Դուք։ Լավ։ Կոնկրետ ձեզ եմ հարցս տալիս։ Ինչ եղավ այդ ժամանակ ու մինչև այսօր։ Դուք ասում եք մենք աշխատում ենք։ Ես տեսնում եմ ձեր աշխատանքը։ Ահա, ես տեսնում եմ ձեր աշխատանքը։ Դուք ասում եք, եթե մի ձևավորված կառավարություն, որը օգուտ չի տալիս, մենք փոխում ենք։ Օգուտ չի տալիս։ Լավ, այն դրական արդյունքը մենք չենք ապահովում։ Մենք ունենում ենք սպասելիք, այդ սպասելիքը իրականանում է ավելի քիչ։ Ինչ պիտի անենք, պիտի ընդհատենք այստեղ աշխատանքը, չէ, պիտի ընտրենք ընդհատել ուղղակի նոր դերակատարներ, չէ, որոնք կարողանան ավելի մեծ բեր տանել իրենց ուսերի վրա, կամ գուցե առաջարկեն պարզապես նոր լուծումներ, հա, նոր ավելի առաջադեմ, ասեմ, թե, չգիտեմ, փնտրենք նոր լուծումներ, նոր ճանապարհներ, այսինքն պիտի առաջ գնանք, պիտի կարողանանք բերել ներդրումներ մեր երկրի։ Ես ձեզ խնդրում եմ, առաջ գնալ ինձ ճիշտ ասած մի քիչ հետաքրքիր է հասկանալ։ Մենք ունենք, ես ուզում եմ հասկանալ, իսկ ով է ասում, որ մենք չենք արել, մենք արել ենք։ Արուսյակը ասաց մենք նկատի ունենալով ՈԵԿ-ին, ԲՀԿ-ին։ Արտադրությունը մեծանում։
Իսկ ըստ ձեզ Այս պահի դրությամբ։ Ես ուզում եմ ձեզ հարցով հարցին պատասխանել։ Եվ ինչ եք առաջարկում դուք ձեր նախընտրական ծրագրում հիմա, որպեսզի կրճատվի աղքատությունը։ Ծանոթ եք ձեր։ Ես կարող եմ ծանոթ չլինել, բայց խնդրում եմ դուք ասեք ինչ եք առաջարկում ձեր ծրագրում։ Հենց ամենաառաջինը այն հարկերի մասին խոսեմ։ Ինչ, Փոքր ու միջին բիզնեսի մասին կոնկրետ, որ այս պահին խայտառակ վիճակում է։ Ինչ է նշանակում խայտառակ վիճակում է։ Օրինակ դուք տեղյակ եք մինչև քանի միլիոն դրամ շրջանառության դեպքում ընտանեկան ձեռնարկատիրական կազմակերպությունները, ձեռնարկությունները չեն վճարում ընդհանրապես հարկ։ Ինչ արտոնություններ ունեն, տեղյակ եք։ Ինչ ունեն։ Հիմա ես ձեզ հարցնում, չէ, մի վարքյան ձեր մինչև 18 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկությունները ընդհանրապես չեն հարկվում։ Էլ չասեմ, որ կառավարության նախաձեռնությամբ նաև ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգման իսկ մի հարց ինչի է այդքան միտինգները, այդքան այդ ամենը չէ։ Որ միտինգները կներեք։ Չգիտեք։ Չէ, անկեղծ ասած, եթե կոնկրետ օրինակ կբերեք։ Ուրախ կլինեմ, որ տեղեկանաք նոր էստեղ այդ թեմայից խոսենք։ Արուսյակ ջան, լավ էլի։ Չէ, ես ձեզ կոնկրետ հարց եմ տալիս։ Ասեք դուք կոնկրետ հարց եմ տալիս, դուք դիվանագիտորեն շրջանցում եք։ Բոլորովին, ես եմ այսօր դուք ասում եք աշխատում եք, դուք աշխատում եք։ Ես ուզում եմ նաև այդ դրույթների մասին խոսել ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, այսինքն մենք, դուք որ ասացիք Լևոն Տեր-Պետրոսյանին ով փոխարինեց, մինչև այսօր մենք, այսինքն դուք, հիմա դուք։ Գիտեք, եթե մենք հիմա իրոք վերցնենք եւ ինչպես դուք ասեցիք, հարցում անենք, ես մի բան կարող եմ նշանակ ասել։ Այո, գիտեմ։ Միանշանակ մենք չենք կարող ստանալ այն իրական պատկերը։ Ասեմ ինչու, որովհետեւ այսօր ես իմ փորձից կարող եմ ասել, որ շատ բնակիչներ կա, որ պարզապես վախենում են ընդհանրապես ինչ որ տեսակետ հայտնելու։ Լավ, հիմա վախեցող։ Չէ, մենք ունենք, մենք հասարակությունը մենք պարբերաբար լսում ենք, ես աշխատում եմ այս հիմնարկում, ես աշխատում եմ այն հիմնարկում, այսինքն ձայնի իրավունքը մի փոքր արդեն հասանելի չի լինում։ Ով է մեղավոր, ձեզ հետ համաձայն չեմ, ով է մեղավոր, Մարիանա։ Գիտեք ինչ, ես կարծում եմ սա այն սոցիալական ազդեցությունն է, որ այսպես կարողանում է մի հրաբուխի պես տարածվել, չգիտեմ դա ինչպես է արվում, բայց սա բավականին ազդեցություն է թողնում։ Եթե ես այսօր պարբերաբար շփման ընթացքում լսում եմ անգամ ֆանտաստիկ տեսակետներ, էլ նկարահանող գրիչներ, էլ չգիտեմ, կարծես թե մարդկանց մոտ չէ, գիտեք, բնակիչը եթե ինքը ինձ ասում է, կներեք, ես ասում եմ որտեղից է այդ տեսակետները, մեզ ասել են, ես եմ սոցիոլոգիական հարցումը դա գիտություն է, հասկանում եք, գիտություն։ Եվ սոցիալական հարցումներ իրականացնող մարդիկ ես վստահ եմ, որ կարողանում են ճիշտ ընտրանք ունենալ եւ դրանից ստանալ բնականաբար ճիշտ արդյունք։ Անշուշտ, բայց եթե նաև դուք էլ չէ, պետք է տեսնեք, որ եթե այսպիսի տեսակետ է տարածվում, այսինքն միգուցե ինչ-որ մեկը միտումնավոր է անում, նկարող գրիչի մասին դուրս տարածող, ես կարող եմ ընդհատել ձեզ, հենց այդ վախի մթնոլորտի մասին խոսենք, նախընտրական շրջանում մենք հաշվել էինք շուրջ մոտապես 10 արյունալի դեպք է եղել, միջադեպ, կրակով, ստանակահարություն, որի արդյունքում 3-ը ԲՀԿ-ն է։ Քրեական գործ Այո, բայց չգիտես ինչպես է ստացվել, որ 3 տուժածներն էլ հենց Ծառուկյան դաշինքի կողմնակիցներն են եւ Ազատության հետ զրույցներից մեկում եւ մի քանիսում Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ այդ սլաքներն ուղղված են հանրապետական կուսակցության, այսինքն ԲՀԿ-ն հայտնվել է տուժողի կարգավիճակում ձեր կուսակցության պատճառով։ Նույնը չէր հերքել, որ գրեթե հաստատել, բայց չէր հերքել նաև Վահե Էնֆիաջյանը Facebook-յան ասուլիսի ընթացքում, Արամ Մանուկյանն էլ մեր եթերում ասաց, որ սրանք դեռ ծաղիկներն են եւ արժեվում ավելի սարսափելի դեպքեր են մեզ սպասվում։ Հիմա այս տեղի ունեցածի համար ով է մեղավոր, խնդրեմ, դուք դուժող որպես դուժող կողմի ներկայացուցիչ ես պահին։ Դուժող ասում եմ ձեր բառերով կուսակցության, որ դուժողները 3-ն էլ ԲՀԿ-ից են։ Ուրեմն այդ մասին խոսել է, ինչպես ասեցիք, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը։ Ես այս պահին հստակ կողմնորոշում չեմ արտահայտի, քանի որ ինչի արդյունք է դա ըստ ձեզ, սա արդյոք այդ նույն վախի մթնոլորտի արդյունքն է կամ ամեն ինչ տանում է դրան։ Ես նորից խոսեմ այն մասին, ինչի մասին, որ արդեն խոսել եմ։ Մենք ֆավորիտ ենք, դա շատ մարդկանց խանգարում է։ Ու դա մի վարքյան վերջացնեմ, հա, ու դա հետևանքն է այս ամենի։ Իսկ կոնկրետ թե սլաքը որ ուղղությամբ ես անձամբ կտանեմ, չեմ տանի, որովհետև քննության փուլում է, հա, վերջնական հենց որ լինի
որոշում հստակ իմանանք մենք իրավապահ մարմինների կողմից, դա կլինի հասարակության աչքի առաջ, մենք անպայման դրա մասին կբարձրաձայնենք, բայց այս բանը ես զերծ եմ կարծում եք ֆավորիտ է Ծառուկյան դաշինքը, դրա համար էլ այո, դա ապացուցում է միջազգային շատ կազմակերպություններ սոցհարցում անցկացնող, որ ամենաբարձր ռեյտինգ ունեցողը հենց դա Ծառուկյան դաշինքն է։ Ես նորից եմ ասում, ես չեմ փնովում մյուս դաշինքներին, բայց դա խնդրեմ, եթե ունեք ասելիք ու լսենք Հայազգային կոնգրես ԺԿ դաշինքի եւ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները ավարտենք։ Քարոզչական շրջանում եւ նախընտրական շրջանում, հա, տարբեր զարգացումներ կարող են լինել, բայց որևէ դեպք ես չեմ ուզում որակել միջկուսակցական հարաբերություններ, հա, ես դրանք ավելի շատ կորակեմ միջանձնային հարաբերություններ եւ եկեք համաձայնեք ինձ հետ, որ նմանատիպ դեպքերը ամենակիչը ձեռնտու են հենց մեզ։ Թե քարոզչության առումով, որովհետեւ անմիջապես բոլոր սլակներն ուղղվում են, չգիտեմ, այդ փակ հասարակության, վախի մթնոլորտի, որն իրականությանը չի համապատասխանում։ Ավելին ասել, քան իրավապահ մարմիններն են ասում դեպքերի մասին, իրոք մեծամտություն կլինի։ Խնդրեմ Դավիթ, հաղորդումն ավարտվում է, ամփոփեմ։ այս թեմայի շուրջ խոսենք, վախի մթնոլորտ եւ այն, որ Արամ Մանուկյանն էլ ասում էր, սրանք դեռ ծաղիկներն են։ Դուք ավելի շատ երիտասարդական տեսանկյունը, հա, ձեր երիտասարդները։ Լևոն Զուրաբյանն էլ ասում էր, որ կարծես մարդիկ շփոթել էին ինչ որ գազի գումարներ վճարելու համար ձեր գրասենյակ էին եկել։ Հա, կար նման բան։ Նման բան եղել է, բայց նա ավելի լավ է տեղյակ ու ովքեր այդ Լավ, այս թեմայի շուրջ ձեր կարծիքով ամփոփենք։ Այս ընդհանուր էլի, եթե կարելի է ամփոփեմ, հա, վախի մթնոլորտը, տեսեք, վախի մթնոլորտը ժամանակի բերումով սկսեց քչանալ մեր երկրում, հա, որովհետև առաջացան քաղաքացիական շարժումներ, ճնշումներ եւ այլն եւ այլն։ Քաղաքացիական շարժումները եւ առաջ չկային։ Քաղաքացիների կամքի։ Բաց, միգուցե հասարակության ավելի բաց լինելու կամ ավելի ժողովրդավար։ Միգուցե չեմ բացառում։ Լավ, ամփոփեմ թեման, հա, մենք մի քիչ շատ խորացանք տնտեսական հարցերում, ամեն մեկի ուղղվածությանը, հայացքներին։ Ես ասեմ մի sense այսպիսի տեսանկյուն, հա, մենք կարծում ենք անգամ նույն այդ գործարանները, հա, խոշոր կառուցել, այդ ամեն ինչը հնարավոր չէ զարգացնել, կտրուկ զարգացնել տնտեսություն, քանի չի լուծվում Ղարաբաղի հարցը։ Հնարավոր չէ հզորանալ ռազմապես, քանի չի լուծվում Արցախի հարցը։ Մենք ուզում ենք, որպեսզի ես ասեցի, ես ներկայացնում եմ մեր տեսակետը։ Ես սկզբում ասեցի, որ ես ներկայացնում եմ մեր տեսակետը։ Ինչպես գիտեք, ես կխնդրեմ չխանգարել էլի ինձ, ես ձեզ չէի խանգարում, չէ։ Ասում եմ որպես դոգմա մի ներկայացրեք։ Ես ասեցի, սկզբում մի հատ էլ եմ ասում, ես Դավիթ Հարությունյանս ներկայացնում եմ Հայ ազգային կոնգրեսը ԺԿ դաշինքի։ Նենց եք ասում, ոնց որ դա դոգմա է եւ այլն։ Ոնց ասեմ, կներեք։ Լավ, դուք ասեք, հետո ես կասեմ։ Գուցե դուք ինձանից լավ ասեք մեր տեսակետը, ես չգիտեմ։ Տեսեք, նախագահ Տեր-Պետրոսյանը Հմեկին տված հարցազրույցում օրակարգից դուրս, դե բոլորին խորհուրդ կտամ դա դիտել, YouTube-ում կարելի է գտնել, շատ պարզ բացատրեց Արցախի կարգավորման հարցերը ու բոլոր այն հարցերին տվեց պատասխան, այն մարդիկ, ովքեր ունեին հարցեր, ինձ թվում է ստացեն իրենց պատասխանները այդ հարցում։ Եվ որպես ամփոփում դրան ես կասեի, որ անձամբ ինձ վրա ինչ տպավորություն թողեց, հա, Տեր-Պետրոսյանի հարցազրույցը հերթական անգամ, որ քաղաքական գործիչները, դա դեռ Չերչիլն էր ասել, եթե չեմ սխալվում, քաղաքական գործիչները մտածում են ընտրությունների մասին, պետական գործիչները սերունդների։ Շնորհակալ եմ, հիմա ձեր տեսակետը։ Արցախի հարցը օրինակ շատ քննարկվեց Դավիթի կողմից։ Ճիշտ է, բոլորս ուզում են խաղաղություն, բոլոր մարդիկ խաղաղություն ուզում են, մանավանդ ապրիլյան քարորիա պատերազմ ենք տեսել։ Եթե չլուծվի Արցախի հարցը, ոչ մի առաջխաղացման մասին, այդ թվում նաև տնտեսական ավելորդ է խոսել։ Ես համաձայն չեմ Դավիթի հետ, որ այդ տեսակետն է ներկայացնում։ Շատ հնարավոր է Ղարաբաղյան հարցը երկար է, ուրեմն պետք չի գործարաններ կառուցել, տնտեսությունը վերականգնել, ձեռնարկություններ հիմնել, թեկուզ մանր միջին բիզնեսի համար պայմաններ ստեղծել։ Իսկ դա Զավեն հիմա խոսել սոցիալիզմի մասին արդիական է ձեր կարծիքով։ Դա արդիական է, որովհետև ինչպես գիտնականներ եւ տնտեսագետներն են հիմնավոր է, սոցիալիզմը ավելի առաջադեմ համակարգ է, քան թե կապիտալիզմը։
Դա ոնց որ մի քայլ առաջ է։ Հիմա հաղորդումն ավարտվում է, խնդրում եմ ՀՀԿ-ից բացի ձեր կարծիքով որ կուսակցությունն է այսօր ընդդիմադիր։ Կոմունիստական կուսակցությունն ընդդիմադիր է։ Մենք ոնց որ ասում ենք համակարգային ընդդիմություն ենք։ Մենք այլ համակարգ ենք առաջարկում, սոցիալիստական համակարգ, որի ժամանակ ժողովուրդը բարգավաճում է։ Ընդդիմություն է, այո թե ոչ։ Այո։ Ծառուկյան դաշինքը ընդդիմություն է։ Շնորհակալություն բարգավաճել բառն օգտագործելու համար։ Ընդդիմություն։ Մենք ոչինչի ընդդեմ չենք։ Մենք հանուն։ Հանուն։ Ամեն ինչ անում ենք ոչ թե ինչ որ մեկին ընդդեմ, այլ հանուն, հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի բարգավաճման։ Ինչ են անում։ Բարգավաճման։ Լավ։ Մարիաննա։ Ինչ։ Բոլորիս նպատակն էլ դա է Հայաստանի բարգավաճումը։ Մարիաննա, ՀՎԿ-ն ընդդիմություն է։ Աշխատանքներն է իրոք համախմբել ուժերը հանուն փոխփոխության, իրոք ձևավորել, օգնել, այսինքն ձևավորել մի փոքր քաղաքակիրթ ավելի էլիտա ազգային ժողովում, որովհետև ես մի փոքր հետ անդրադառնամ այն ագրեսիվ վարքագիծը, որը հիմա այսօր օրեցօր շատանում է, կարծում եմ սա այն պատգամավորի դերակատարումն է, որը մարդու մտքում այսպես վիրտուալ կարողանում է մարդը, այսպես ասած, ձևավորել եւ այդտեղից է այդ ագրեսիվ վարքագիծը, որ ես պետք է դառնամ պատգամավոր, որ ես պետք է ունենամ, չգիտեմ, X քանակի մարդկանց թիմ։ Սա է խանգարում, սա է ստեղծում այն ագրեսիվ վարքագիծը, որ գնում է պայքար, չմտածելով, որ դա բերում է իրոք արդեն իսկ մի փոքր այլ տեսակետի հիմնախնդիրների։ Քանի չենք անցել, ձեզ խնդրում եմ մի հարցել ու ավարտենք, էլի այն թվերը, որոնք որ ես ներկայացրեցի, դրա համար, այսինքն այդ պաշտոնական թվերը, արտագաղթ եւ աղքատություն, ով է մեղավոր, Զավեն, ըստ ձեզ։ Մեղավորը ըստ ինձ համակարգն է։ Կապիտալիստական համակարգ։ Լիաննա։ Մեղավոր։ Կարծում եմ բոլորն էլ գիտեն։ Բոլորն էլ գիտեն, ցանկացած քաղաքացիները, ես որպես քաղաքացի, հա, ոչ միայն, չգիտեմ, դաշինք ներկայացնող, որպես քաղաքացի, այն մարդիկ, ովքեր իշխում են այս պահին երկիրը։ Էլի գալիս է ձեզ սլաքը, խնդրեմ։ Միտակ խոսեմ, անպայման պատասխան։ Դավիթ։ Ես որ հարցին պատասխանեմ, արդյոք Երկու ընդդիմադիր ենք հարցեր մենք, չէ, ընդդիմադիրը, հա, պատասխանեք, եթե ուզում եք։ եք։ Բոլորը գիտեն Հիմա արդեն, հաջորդ վաղուց հարցին, տեսել հա։ են, հա։ Պաշտոնական թվերը, որոնք արդեն ներկայացվեց, արտագաղթ, աղքատություն, ում թերացումն է կամ ով է մեղավորը ըստ ձեզ։ Տեսեք, ցանկացած Բայց չասեք բոլորս, էլի, որովհետև Չէ, ցանկացած հաջողության ու ցանկացած պարտության համար մեղավոր է կամ հակառակը, դա իշխանությունն է, կապ չունի որ երկրում դա կլինի։ Դա այդպես է։ Եվ կապ չունի որ թվականին, հա, դա իշխանությունն է։ Հա, այդ փոքրիկ ուղում էլի կապ չունի որ թվականին։ Հիմա բայց տեսեք, ես մեղավոր չեմ, ես եմ ասում։ Ըստ Արուսի։ Տեսեք, Դուք ձեր վրա չեք վերցնում պատասխանատվություն ձեր քաղաքական թիմի աշխատանքին։ Ես անձամբ օրինակ գտնում եմ, եթե ինչ-որ թերություն եք, ես անձամբ եմ, իմ փոքր, բայց մեղքը ունեմ ամեն դեպքում։ Ես ՀՇ-ի անդամ չեմ եղել։ Դե Չէ, ինձ մենք առաջին բոլորս ենք մեղավոր, լավ, բոլորս ենք, ես էլ եմ մեղավոր ամեն ինչ։ Ուրիշ բան ասեմ, նույն Հա։ արտագաղթի հիմնական պատճառը նույնպես գալիս է Ղարաբաղի խնդրից։ Եթե օրինակի համար նայենք մեծամասնությունը, որ գնում են, արտագաղթում են, եթե նայենք օրենքի տեսանկյունից, հա, եթե Հայաստանում տիրում է անօրինականություն եւ այլն, հա, մեծամասնությունը արտագաղթողների գնում են Ռուսաստան աշխատելու։ Եթե հաստատեցիք, որ տիրում է։ Ես կոնկրետ, չէ, հաստատում եմ, բայց ասում եմ, եթե այդ մի բանը վերցնենք, հա, ճյուղը, անօրինականություն է եւ այլն։ Արտագաղթողների մեծամասնությունը գնում է Ռուսաստան։ Ճիշտ է։ Բայց այնպես չի, որ Ռուսաստանը նույն օրենսդրությամբ իր փայլում է, այնտեղ դա ավելի շատ է։ Հետևաբար դուք ինքներդ ձեզ հերքում եք ասելով, որ արդարադատության հետևից են գնում մարդիկ։ Այսինքն այստեղ դա եմ ասում։ Արդարադատության խնդիր չէ։ Միգուցե ես սխալ ասացի, այ հենց դա եմ ասում։ Հիմնական խնդիրը սա Ղարաբաղն է։ Ես ասում եմ, ես արդարադատությունը կներեք, միգուցե սխալ ձևակերպեցի։ Սխալ ձևակերպեցի, արդարադատությունը էսի նկատի ունեի։ Մի րոպե էլի։ Արդարադատության խնդիրը եսի նկատի ունեի այն կարծիքները, որոնք որ հնչում են։ Հիմնական արտագաղթի պատճառը, այո, դա Ղարաբաղի հարցն է։ Չլուծված հարցն է։ Արուսյակ, ավարտենք ձեզնով,
որովհետև կարծես այսօր բոլոր մեղադրանքներին դուք պիտի պատասխանեք, որ այսօր ոնց հասկացանք, այո, 5-1-ի դեմ էին։ Իրականում այդքան էլ այդպես չի, որովհետև դուք նշեցիք, որ ընտիր չկա, ես իրոք պատասխանում եմ մենք հասելով ի նկատի ունենք որոշ ժամանակաշրջան ես իհարկե շատ ավելի կուզեի սիրելի Նարինե, որպեսզի մեր քննարկումը լիներ ավելի բովանդակային, հա։ Օրինակ ես շատ ուզում եի անդրադառնալ ՀՎԿ-ի կողմից առաջ քաշած մի քանի ծրագրային դրույթներին։ Մեկը ասեք հիմա, օրինակ։ Մեկ օրինակ 500,000 դրամ տրամադրել ամուսնական զույգերին, հա, նոր ամուսնացած զույգերին, շատ լավ բան է։ Ես կառաջարկեի նույնիսկ 1 միլիոն, բայց եթե դրանից չբխեր ռիսկ։ Առաջինը ռիսկ, ծանրաբեռնվածություն բյուջեի եւ տնտեսական վիճակի վրա բացասական ազդեցություն եւ ես շատ կուզենայի, որ եթե իրենք ունեն մեխանիզմ զսպելու նաեւ կեղծ ամուսնությունները, դա նույնպես ներկայացնեն, որովհետեւ իրոք առաջարկը շատ հետաքրքիր էր, բայց ավելի շատ իր մեջ վտանգ էր պարունակում, եւ նաեւ եթե կարող էիք անդրադառնալ այդ ձեր, այսպես ասած, ավանդների վերադարձի հարցին, հա, որը չգիտեմ ինչի այդքան խոսում եք, բայց կառավարությունը արդեն իսկ պետությունը դա 2006 թվականից մինչև 17 թվականի փետրվար ամիս նույնիսկ ներառյալ կարող եմ թվեր հնչեցնել, մոտ 91,000 ավանդատուի արդեն այդ գումարները վերադարձվել են եւ դեռևս այո։ Այսինքն ուզում եմ ասել, եթե մի բան արվում է, ինչու եք դուք ներկայացնում։ Անընդհատ ներկայացնում զույգերի հետ կապված։ Կարծում եք, որ մենք արդեն այնքան է աղավաղվե գիտակցականը մարդկանց, որ պետք է արհեստական կեղծիքներ ստեղծեն ամուսնության։ Բնավ, ես աղավաղման մասին չխոսեցի, թույլ տվեք այստեղ արձագանքել, էլի։ Գիտեք, մարդիկ շատ տարբեր են լինում։ Ես մեր հասարակությանը ավելի դրական վերաբերմունք, քան ես դժվար, բայց ես դες մի օրինակ բերեմ պարզապես արդեն իսկ հա դրված փորձից, երբ մենք հայտարարեցինք կրթաթոշակների փոխհատուցում սահմանամերձ համայնքների ուսանողների համար, մարդիկ կեղծ գրանցումներ էին բերում եւ ուզում էին ստանալ սահմանամերձ գոտում մեծացած ուսանողին հասանելիք գումարը։ Հասկանում եք, ու երբ նույնիսկ ամոթանք ես տալիս, ասում ես, գիտես, տես դու նոր ես գրանցվել սահմանամերձում, ինքը ասում էր, հա ինչ անենք, գրանցվել եմ։ Եվ մենք ստիպված սահմանափակում դրեցինք, հաշվարկել պահանջել դպրոցի ատեստատ, հասկանում եք, իսկ ինչ եք դուք պահանջելու, որպեսզի հասկանաք կեղծ ամուսնությունները թե չէ, եւ դրանով լրացուցիչ չեք դնի պետությանը բեռի տակ պարզապես պոպուլիստական հայտարարություն անելու համար։ Իդեպ պոպուլիզմը այսօր շատ լուրջ խնդիր է։ Եթե տեսել եք Ժոզեֆ Դոլի, հա, հայտարարությունը, որը ուղղված էր նաեւ ընտրությունների, այսպես ասած, այո, ուղղված էր, հա, այսպես ասած, աջակցություն եւ խորհուրդ էր տրվում, չգիտեմ, հորդոր ասեմ, խորհուրդ ասեմ, թե աջակցություն ընտրությունների process-ի լիարժեք եւ հնարավորինս ամբից կազմակերպման process-ում, բնականաբար այդ process-ը հենց իշխանության վրա է եւ մենք ենք առաջինը շահագրգռված մաքրեմաքուր ընտրությունների հարցում, այնտեղ վերջում ասում էր, որ ես այստեղ բայց հեգնանք եմ այնտեղ վերջում ասում էր, ես անպայման կուզենամ Լիանայի կարծիքը լսել, ասում էր, որ ուշադիր եղեք, որպեսզի պոպուլիստներն ու ծայրահեղականները չկարողանան հասարակության մեջ մտցնել այն բոլոր ճեղքումներն ու խնդիրները, որոնք այսօր կանգնած են Եվրոպայի նման կայացած իրենցով չանել։ Այո, որովհետև փորձը ցույց է տալիս, երբ իշխանության են գալիս պոպուլիստները, նրանք բացի տնտեսության քայքայումից ուրիշ ոչ մի դրական արդյունք չեն տալիս։ Իսկ ինչու եք դա ասելիս նաև Լիաննային։ Դուք ասացիք, որ Լիաննան հեգնեց, ես ճիշտ ասած չնկատեցի, որովհետև շատ հաճելի գեղեցիկ աղջիկ է մեր իդեպ կներեք էլի այս նախընտրական քարոզարշավի ընթացքում ես ինչ որ մեկը հնչեցրեց, որ շատ, չգիտեմ, վիրավորական կամ չգիտեմ ծայրահեղ կարծիքներ ունեմ, համենայն դեպս այս քարոզարշավի ընթացքում ես այդպիսի բան չեմ նկատել։ Դա ժողովրդավարություն է։ Ես կասեի, որ շատ ավելի փափուկ, ավելի մեղմ, սուր քննադատություններ լինում են, բայց դրանք վիրավորանքների չեն վերածվում, եւ քննադատություններն է թերևս ամենասուրը եւ ամենաընդգծված ընդդիմությունը ինձ համար ՀԱԿ-ն է, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, բայց նույնիսկ կոնգրես կներեք, կոնգրես ՀԺԿ դաշինքը, բայց նույնիսկ այստեղ չի վերածվում, հասկանում եք, իրար վիրավորելու եւ ես դա ուրախությամբ եմ նշում եւ դա նշանակում է, որ մենք գնալով գնում ենք ավելի քաղաքակիրթ բանավեճի, այո։ Խնդրեմ, դուք ակնարկի տեսքով, հա, պատասխանեք, եթե կարող եւ հետո հասկանամ ինչի եք շփվում այդ բանը։ Նախ այն 30 կետերը, որոնք որ մեր կողմից ներկայացվել են, բավականին լուրջ տնտեսագիտական, այսպես ասած, մոտեցումով ֆինանսական աջակցությունները եւ աղբյուրները ներկայացված են, ես կարող եմ ձեզ տրամադրել, որպեսզի կծանոթանամ, որովհետեւ երկար կոնֆերենցի գալիս առաջ ավելի շատ պոպուլիստական։ Արդեն որպես հոգեբան կարող եմ այստեղ ասել, յուրաքանչյուր երիտասարդ զույգի համար, երբ որ ինքը նոր կյանք է գցում,
փոքրիկ անգամ աջակցությունը մոտիվացիա է հանդիսանում։ Բայց դա կարծում եմ ֆինանսական ֆինանսական վերջ է, ես արդեն ասեցի կներկայացնենք մենք թե ինչպես ենք տեսնում այդ աջակցման եղանակը։ Այսինքն դուք ծանոթ եք դրա տնտեսական հիմնավորումներին։ Անշուշտ, կարող եք ինձ բացատրել օրինակ բյուջեի վրա 30 կետի վերաբերյալ, որ մենք ներկայացրել ենք, բացվածքը ֆինանսական ներկայացված է, որպեսզի չհնչեն հենց նմանատիպ տեսակետներ, պոպուլիզմ է, պոպուլիզմ չէ, իսկ ավանդների հետ կապված, գիտեք ինչ, այո, 100,000-ից ավել մարդ այսօր ստացել է ավանդները, բայց նաև այսօր մենք ունենք բավականին բնակիչներ, որոնք որ ասում են, մեզ հայտնում են, որ պետք է հիմա մենք էլ չենք կարող ձեզ վճարել, պետք է սպասեք։ Այդպիսի բան չկա, հիմա էլ հերթագրումը գնում է, հերթը դեռ չի եկել։ Մարդը կներեք անպայման պատասխանը 9 տարեկան է եւ ասում է ես չգիտեմ 2 տարուց հետո, ինձ ասում են 2 տարուց հետո կգա հերթը։ Մենք այս պահի դրությամբ, եթե թվերի մեջ չսխալվեմ, 8118 հերթագրված ունենք, ընդ որում 2017 թվականի բյուջեով արդեն նախատեսված գումարը, որը պիտի գնա այդ ավանդատուների ավանդների վերադարձին, գերազանցում է արդեն իսկ հերթագրվածների կնկալիք գումարը։ Այսինքն կառավարությունը, պետությունը այսպես թե այնպես դա անում է, ինչ կարիք կա դասարկել նախընտրական, այսպես ասած, այո, խոստում, ես չեմ հասկանում։ Իսկ այն մեխանիզմը, որով դուք եք առաջարկում փոխհատուցել, բնակիչների կողմից լսում ենք, որ մեզ հայտնում են, որ մենք չենք կարող հիմա ստանալ ձեր հերթը դեռ չի մոտ։ Մարդը արդեն 90 տարեկան է եւ չգիտի ինչ բնակիչների կողմից լսել եք, որ նախընտրական քարոզարշավի շրջանում մոտենում են ձեր կարևոր է այդ գործընթացը, ոչ թե այդ գումարն է շատերի համար, ոչ թե գումարը մենք ստանանք, դա է էական։ Չէ, պարզապես իրոք լինի այդ գործընթացը, տեղի ունենա այդ։ Շնորհակալ եմ, ես խոստանում եմ առաջիկայում բանավեճի հրավիրել հենց ձեզ երկուսից, եթե հետո չեք մերժի, ես ձեզ խոստանում եմ բանավեճի հրավիրել հետագայում երկուսից եւ հերթով այդ բոլոր 30 կետերով կանցնենք, դուք էլ ՀՀԿ-ի կետերով կանցնեք։ Հիմա Լիաննա, երբ Արուսյակն ասաց, որ մենք կողմնակից ենք մաքրամաքուր ընտրությունների, ես նկատեցի ձեր ժպիտը, ինչու՞։ Այդ հիացական ժպիտ էր, թե կասկած էր։ Վախը ասված մեկ։ ինչի հանդեպ վախ։ Վախի մթնոլորտը։ Մթնոլորտը, այո։ Ձևավորված քաղաքացիական հասարակություններ, քաղաքացիական նախաձեռնություններ մատնանշված, հա, իմ գործընկերոջ կողմից վախի արդյունք է, թե այնուամենայնիվ ժողովրդավարության։ Գիտեք, յուրաքանչյուր մարդ կորակավորի այնպես, ինչպես ուզում է ինքը։ Դուք ձեր տեսանկյունից, մենք մեր, մյուսը իրա, բայց պիտի մի բայց լինի, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ուղղակի, եթե անկես լինեմ, իմաստ չեմ տեսնում խոսել ինչի ես քմծիծաղով մոտեցա հնչած կարծիքի։ Հիացական ժպիտ էր, թե իսկապես քմծիծաղ էր։ Չէ, հիացական չէր։ Հիացական չէր։ Չէ, հիացական չէր։ Իմ ժպիտները ձեզ հիացական էին այս ամբողջ ընթացքում։ Շնորհակալ եմ շատ, ես խոսքիս մեջ նշել եմ, որ անձնապես ոչ մեկի հետ ոչ մի բան, անգամ ձեր կուսակցությունից ունեմ շատ լավ ընկերներ։ Կուսակցական իսկ ինչը վերաբերվում է քմծիծաղից, դա թե դիտողները, թե դուք, մեկ է, եկեք անկեղծ լինենք ինքներս մեր առաջ, մեր հոգու խորքում գիտենք, թե ինչի համար էր իմ քմծիծաղը։ Լավ, շնորհակալ եմ։ Մենք դեռ չունենք ընտրական պրոցես, մենք դեռ չենք հասել ընտրությունների օրվան։ Ես կխնդրեմ, եթե անգամ հաղորդման շրջանակներում մենք չհավաքվենք նույն այս կազմով, ընտրություններից հետո եւս մի հանդիպում կազմակերպենք։ Ես ընտրությունից հետո խոստանում եմ այս նույն կազմը նորից հրավիրել։ Ես անհամբեր կսպասեմ ու շատ կցանկանամ, որ ներկա լինի Արուսյակը։ Արդեն շատ սիրելի Արուսյակը լինի հանդիպում։ Չէ, դուք ժամանակ էլ չեք բանավիճի, իսկ մեզ բանավեճը պետք, շնորհակալ եմ։ Բանավիճենք հավատացեք։ Մենք հիմա էլ չենք բանավիճում նայել։ Լավ, հակասական բաներ կա ուղղակի։ Հաղորդումն ավարտում է, հիշեցնեմ, որ որպես այդպիսին ամփոփում կոմունիստական կուսակցության ներկայացուցիչը Զավենը պնդում էր, որ չպետք է հիմնվել, ինչպես ասում է Կոնգրես եւ ԺԿ դաշինքի ներկայացուցիչը, չպետք է հիմնվել Արցախյան խնդրի կարգավորման հարցի վրա, որպեսզի ասել, որ
տնտեսությունը պետք է զարգանա, եթե լուծվի այդ հարցը, պնդեց, որ պետք է ստեղծվի աշխատատեղեր եւ դա պիտի անի պետությունը, կառավարությունը։ Լիանան ասաց, որ իրենք ընդդիմություն չեն, իրենք հանուն են եւ այսօր իրենք ֆավորիտ են։ Մարիաննան հայկական վերածնունդ կուսակցության ներկայացուցիչ պնդեց, որ իրենց առաջադրած ներկայացրած բոլոր 30 կետերը իրատեսական են, այլ ոչ թե պոպուլիստական, Կոնգրես եւ ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչը թիվ 1 խնդիրը իրենց համար ասաց, որ դա Արցախի անկարգավորման հարցն է Արցախի, մինչև չլուծվի այդ հարցը, ապա ոչ մի առաջխաղացման մասին մենք չենք կարող խոսել եւ Արուսյակը, ով ասում էր, որ հանրապետական կուսակցությունները ներկայացնում, ասում որ 10 տարիների ընթացքում իրենք աշխատել են եւ հետագայում էլ պատրաստ են աշխատել եւ դրա համար պարբերաբար փոխվել է կառավարության կազմը։ Շնորհակալ եմ հաղորդումը վարեցի ես Նարինե Ղալեչյանս, կհանդիպենք մյուս շաբաթ, հաջողություն։